Ընկերներ, կամաց շահվում ենք ոչ անօրեն քնեցմանը, այո հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ մասսայական միջոց, կենդանիները ունեն ապրելու իրավունք։ Դրամ տուգան վճարեմ, որտեղ ես Ընկերներ, խնդրում եմ ուշադրություն, հիմա սկսում ենք մեր երթը, գնալու ենք դեպի հյուսիսային պողոտա, այնուհետև կառավարության շենքի մոտ և Ամիրյանով դուրս ենք գալու, պրոսպեկտով բարձրանալու ենք դեպի վերև։ Խնդրում եմ իրար հետևից գնանք, շատ չցրվենք աչուձախ, եթե մարդիկ կան, ովքեր գալու են ձեզ հետ կապի մեջ են, խնդրում եմ փոխանցեք, թող ընթացքում մեզ արդեն միանան, որպեսզի այստեղ շատ ժամանակ չկորցնենք։ Շարժվեցինք։ Եթե մյուսն է գտնենք, տենց իրար հետ ասելով, մաման հետևյալ։ Ինչ որ մեկի հետ եկել է։ Չէ։ Alo. Vay Mira, bunu. Alice. Ոչ անօրեն քնեցմանը, այո հանրային վերահսկողությանը։ Ընկերներ, փոխենք լոզունգները միասին ձայնակցելով։ Ay aman eşiş lambda.
Ստեղծացումը միակ մասսայական միջոց։ Այո, հանրային վերահսկողությանը։ Ոչ անօրեն քնեցմանը։ Կենդանին ապրելու իրավունք ունի։ Եկեք առաջ գնանք, որ բոլոր Մաշ, կարող ես սպանդ ասես։ Չէ, չէ։ հա, ոչ, աղունի կա տեսեք։ Ոչ անօրեն քնեցմանը։ Ոչ անօրեն քնեցմանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Կենդանին ապրելու իրավունք ունի։ Կենդանին ապրելու իրավունք ունի։ Ոչ անօրեն քնեցմանը։ Ոչ անօրեն քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Ստեղծացումը միակ միջոց։ Ստեղծացումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Տեսա՞ք, ոստիկանն էլ է։ Հա՞։ Համշում է, իրան պահպան են օրենքով։ Գնացինք ժողովուրդ, տեսեք։ Հետ եկեք, կարմիրա, հետ եկեք, կարմիրա, հետ եկեք։ No dangerous law. No dangerous law. Ոչ անօրեն քնեցմանը։ Ոչ անօրեն քնեցմանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Ստեղծացումը միակ միջոց։ Ստեղծացումը միակ միջոց։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ I'm with my flag. I'm always with my flag. I'm not come joining you. I'm joining for support. No, it's not my. Ոչ անօրեն քնեցմանը։ Ոչ անօրեն քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Ստեղծացումը միակ միջոց։ Ստեղծացումը միակ միջոց։ Կենդանիներն
Ինչպես արդեն գիտեք ընկերներ, այսօր մենք այստեղ ենք, որպեսզի բարձրացնենք մեր ձայնը։ Այն համաձայնությունը, որ ունենք այսօրվա կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագծի խմբագրության առումով։ Մենք պահանջում ենք, որպեսզի տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի անցկացվեն բաց հանրային լսումներ, որպեսզի քննարկումները լինեն մասնագիտական հասարակական կազմակերպությունների, անաստաբուժական կլինիկաների մասնագետների, ինչպես նաև կենդանավարժների և այն կառույցների ներկայացուցիչների, ովքեր որ հետագայում առնչություն են ունենալու տվյալ նախագծի հետ։ Մեր պահանջը շատ պարզ է, և մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, ոչ անօրեն քնեցմանը, Ոչ անօրեն քնեցմանը, Այո, հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ապրելու իրավունք ունեն, կենդանիները ապրելու իրավունք ունեն։ Կարևոր ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ստեղծվի հանրային վերահսկողության ռեալ մեխանիզմ։ Եթե նայենք հանրային վերահսկողության սահմանմանը, նախագծի տվյալ խմբագրությունում այն կրում է բացառապես ձևական բնույթ, ինչը կա նաև այսօր։ Այսօրվա դրությամբ հանրային վերահսկողություն չկա, քանի որ որևէ հասարակական կազմակերպություն նույն Երևան քաղաքում չունի իրավասություն մտնելու, ստուգելու և տարբեր արձանագրություններ անելու Երևան քաղաքում գործող ՀՕԱԿ-ի հետ կապված։ Նույն բանը տեղի է ունենալու Երևանից դուրս, երբ որ տարբեր համայնքներում օրինակ բացվեն նմանատիպ ՀՕԱԿ-ներ և որևէ կենդանապաշտպան կառույց իրավասություն և իրավունք չի ունենալու մտնի այն կացարանները, որոնք որ այսպես ասած պատրաստվում են հիմնել և ստեղծել։ Մենք բոլորս հասկանում ենք ինչ է նշանակում կացարան, որտեղ անվերջանալի թվաքանակով կենդանիներ կսկսեն լցնել, ինչը փաստացի վերածվելու է հերթական դաժան վերաբերմունքի, վերածվելու է նրան, որ տեղի են ունենալու մասսայական քննեցումներ, որովհետև օրենքով այդ արգելքը այսօր հստակ ամրագրում չունի։ Մենք պահանջում ենք հստակեցումներ, մենք պահանջում ենք, որպեսզի բոլոր երկիմաստ եզրույթները, որոնք որ ամրագրված են տվյալ օրինագծում այսօր, խմբագրվեն, ամեն ինչ լինի պարզ և հստակ։ Եվ ինչը ամենակարևորն է, մենք այսօր պետք է արձանագրենք, որ կենդանիները ունեն ապրելու իրավունք, և այդ իրավունքը պետք է ամրագրված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ։ Մենք պետք է այսօր դրա մասին բաց խոսենք և բարձրաձայնենք։ Այդ պատճառով մենք այսօր այստեղ ենք։ Եվ այո, ոչ անօրեն քնեցմանը, Ոչ անօրեն քնեցմանը, Այո, հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ապրելու իրավունք ունեն, կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Մեզ ձեռքցի ես նախագծում, մենք էլ քեզ կլինիկայով հանրապետան։ Ընկեր Հրանտ Գավոյանի։ Ամենայն հայոց կենդանապաշտպանն է։
կապվեցինք տեղ եւ ստեից направը։ Ապը 5-6 մետրից պակաս։ Այսօր մենք ունենք իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունում Երևան մայրաքաղաքից դուրս գրեթե չկան անասնաբուժական մասնագիտական կլինիկաներ։ Գոյություն ունի 1-2 անասնաբուժական կլինիկա, բոլոր մնացած հատվածներից, մանավանդ Սիսյանից, Կապանից եւ այլ հատվածներից կենդանիները բերվում են Երևան, որպեսզի ստանան բուժօգնություն։ 21-րդ դարում մենք չունենք որևէ մասնագիտական նման կառույց եւ այսօր գրվում է մի օրինագիծ, որը որևէ հիմքեր այդ ինչպես ասում են չունի այդ առումով, որևէ հեռատեսություն չկա, թե ինչպես պետք է կազմակերպվի այդ ամենը համայնքներում, երբ որ բոլոր լիազորությունները տալիս են թիմերի։ Այդ իսկ պատճառով մենք պահանջում ենք, որպեսզի տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան, տեղի ունենան բաց հանրային լսումներ, մասնագետների մասնակցությամբ, կենդանապաշտպան կազմակերպությունների մասնակցությամբ, կենդանավարժների մասնակցությամբ, իրավաբանների մասնակցությամբ, ինչպես նաև այն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ապագայում առնչություն են ունենալու տվյալ օրենքի հետ, որպեսզի տվյալ մարդիկ մասնակցեն, հասկանան, թե ինչպես պիտի իրականացվի տվյալ օրինագծում արկա յուրաքանչյուր դրույթը, ինչը այսօր շատ կարևոր է։ Այդ իսկ պատճառով մենք կրկնում ենք. Ոչ անօրեն քնեցմանը։ Ոչ անօրեն քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստերջացումը միակ միջոց։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Ներկայումս եղած խմբագրությունը ավելի շատ պարտականություններ եւ տույժեր է սահմանում այն անձանց նկատմամբ, ովքեր այսօր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի անեն ամեն հնարավորը եւ մեկ ավել կյանք փրկելու, ինչը մենք համարում ենք անթույլատրելի։ Փոխարեն պետությունը աջակցի, փոխարեն պետությունը սուբսիդավորի, փոխարեն պետությունը անի ամեն հնարավորը, որպեսզի կամավորները ունենան ավել ուժ, եռանդ եւ ռեսուրս տվյալ խնդրի կարգավորման համար, պետությունն այսօր անում է հակառակը եւ դա վատ երևում է այսօրվա օրինագծի խմբագրության մեջ։ Այդ իսկ պատճառով մենք կրկին եւ կրկին պահանջում ենք, որ տվյալ օրինագիծը պետք է վերադառնա քննարկումների սեղան, պետք է իրականացվեն բաց հանրային լսումներ, մասնագետների արկայությամբ, հսկների մասնակցությամբ եւ այդ ամենը միայն կարող է բերել իրապես զայնացավալ աշխատանքի, որը ունենա արդյունավետություն։ Միայն նման միջոցով կարելի է հասնել նրան, որպեսզի այն օրենքը, որը մենք ունենանք, չմնա թղթի վրա, որպեսզի այդ օրենքը չստեղծի հավելյալ կոռուպցիոն սխեմաներ եւ ռիսկեր, եւ որպեսզի իսկապես կենդանիների հիմնախնդիրը ճիշտ լուծման ճանապարհին կանգնի։ Եվ այո, այդ օրենքը պետք է լինի պատասխանատվության մասին, պետք է լինի բարեկեցության մասին։ Մենք չպետք է մոռանանք, որ անտուն կենդանիները չէ, որ ընտրել են փողոցում ապրելու ուղին։ Այդ ամենի հիմնական շղթան սկսում է մարդուց։ Այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք. ոչ անօրեն քնեցմանը։ Ոչ անօրեն քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Մենք
բոլորություններ հնարավորություն անավանտել հարագարակերներ ենթանի առհասարակ հնդում է Երևանի և պրոբլեմատիկա իրան Երևան հասցնել և այդ ամեն ինչի ֆոնին նման ժողովուրդներ և մենք հասկանում ենք, որ այս խոսքը նրա մասին, որպեսզի ոչ մասնագետները ասենք չանեն բաց վիրահատություն և այլն, բայց դրա համար պետք է ձևակերպել։ Ոչ անորեն քնեցմանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Այսօր մեր իրականության մեջ տեղի են ունենում շատ կարևոր պրոցեսներ։ Վերջապես այն օրենքը, որին կենդանասերները, կենդանապաշտպանները սպասել են տարիներ շարունակ, այն է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը։ Վերջապես հասել է ազգային ժողով, բայց այստեղ կա բայց, հասել է այնպիսի խմբագրությամբ, որը այսօր ընդունելի չի կարող լինել կենդանապաշտպան համայնքի կողմից։ Մեզնից և որևէ մեկը չի տվել դրական եզրակացություն և կարծիք տվյալ օրինագծի վերաբերյալ։ Բացի այդ, ցանկանում ենք նշել, որտեղ 2025 թվականի օգոստոսին ազգային ժողովի մասնագիտական եզրակացության խումբը տվել է եզրակացություն այն մասին, որ տվյալ օրինագիծը ունի լրամշակման կարիք։ Չնայած այդ եզրակացության, տվյալ նախագծի հեղինակները անտեսել են այդ կարծիքը և շարունակել են առաջ քաշել տվյալ օրինագիծը նման անտրամաբանական և անհստակելի խմբագրությամբ։ Այսօր մեզ համար պարզ է մեկ բան, որ մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի տվյալ օրինագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի տվյալ օրինագծի բոլոր դրույթները լինեն հստակեցված և չլինեն որևէ երկիմաստ արտահայտություններ և բաց դռներ, որպեսզի այսօր մենք սահմանենք իսկապես հանրային վերահսկողություն, որն այսօր բացակայում է և բոլորս այդ մասին գիտենք, որպեսզի մենք կարողանանք վերջ դնել կոռուպցիոն սխեմաներին կենդանիների հաշվին, որպեսզի մենք կարողանանք վերջապես կանգնել ճիշտ ուղու վրա, որպեսզի կարողանանք կարգավորել այս խնդիրը տարիների ընթացքում և այդ կարգավորումը որպեսզի լինի իրական։ Այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք ոչ անօրեն քնեցմանը։ Ոչ անորեն քնեցմանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Ասա որ դրել են ծիների վրա, հարկերուն են, սպաների, որ կասա, այդ կաղավարցաշակետներն է պետք ասա։ Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ որ օրենքով ցանկանում են լիազորություններ տալ դիմերին, համայնքներին։ Մեր իրականության մեջ առանց օրենք մենք տեսնում ենք, որ տվյալ համայնքները անում են այն ամենն, ինչ ուզում են առանց որևէ վերահսկողության։ Կենդանիների ստեղծման տենդերները շահում են տարբեր սպաներ, որոնք որևէ առնչություն չունեն տվյալ հարցի հետ։ Սպաներ, որոնք բացի պետական բյուջեի գումարը մսկելուց ուրիշ ոչինչ չեն անում։ Դրա հետ զուգահեռ նաև մենք արձանագրում ենք տարբեր դեպքեր կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի այդ առումով։ Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ այն օրենքը, որը որ պետք է ընդունվի, հստակ պետք է ամրագրի հանրային վերահսկողություն, հանրային վերահսկողության մեխանիզմ, որը թույլ չի տա, որպեսզի հետագայում բոլոր այդ ապօրինությունները շարունակվեն։ Այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք,
Այսօր մենք պահանջում ենք հստակ հստակեցումներ։ Այսօր մենք պահանջում ենք, որպեսզի տվյալ օրինագիծը վերադառնա քննարկումների սեղան։ Այսօր մենք դեմ ենք արտահայտվում կոռուպցիոն սխեմաներին։ Այսօր մենք ցանկություն ենք հայտնում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը այս առումով կանգնի ճիշտ լուծումների ուղու վրա, որի մասին մենք խոսում եւ բարձրացնում ենք արդեն տարիներ շարունակ։ Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը պետք է վերադառնա քննարկումների սեղան։ Եկեք րոպե սպասեք, խնդրում եմ, մինչև հավաքեն բոլորը, նորից շարքենք, հա, եթե Քանի կանգնացի։ Ոչ անորեն քնեցմանը։ Ոչ անորեն քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծացումը միակ միջոց։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիների իրավունքը Հայաստանում պետք է լինի պաշտպանված։ Կենդանիների իրավունքը Հայաստանում պետք է լինի պաշտպանված։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Այսօր մենք պետք է փորձենք իրական մեխանիզմներ ստեղծել, որպեսզի կարողանանք դադարեցնել դաշան վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Ցավոք սրտի, ազգային ժողովի պատգամավորների կողմից մենք չենք տեսնում պատշաճ վերաբերմունք այդ ամենի առումով։ Արդեն տարիներ շարունակ եւ առհասարակ այն կառույցների կողմից, որոնք որ այսօր հակառակը ամեն բան պետք է անեին, որպեսզի օրենքը իրապես աշխատեն։ Մենք բոլորս այսօր տեսնում ենք, որ հանրային վերահսկողության բացակայության արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ դեպքեր, որոնք որ արձանագրվում են, բազմաթիվ հաղորդումներ, որոնք որ մենք այսօր տալիս ենք դաշան վերաբերմունքի առումով, ցավոք սրտի չեն քննվում պատշաճ կերպով։ Եվ այդ ամենի վրա մենք պահանջում ենք հստակ ուշադրություն, որովհետև դաշան վերաբերմունքը պետք է արժանանա հստակ պատժի։ Եթե այսօր մարդը վերաբերվում է դաշան կենդանիներին, նույն կերպ դաշան ինքը կվերաբերվի մարդկանց, եւ դա ապացուցված բան է արդեն ամբողջ աշխարհում։ Այդ իսկ պատճառով տարբեր զարգացած պետություններում այդ առումով գործում է հստակ օրենսդրություն, խիստ օրենքներ, խիստ կանոններ, խիստ պատիժներ, բարձր տուգանքներ, ինչը այսօր Հայաստանի Հանրապետությունում լիովին բացակայում են, եւ մենք դրան դեմ ենք։ Հողակները պետք է լինեն վերահսկելի, համայնքները չպետք է գործեն առանց որևէ վերահսկողության։ Ստեղծման տենդերները պետք է իրականացվեն մասնագիտական կառույցների կողմից եւ ոչ ինչ-որ շինարարական սպաների, որոնք որևէ առնչություն չունեն։ Այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք ոչ անորեն քնեցմանը։ Ոչ անորեն քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Մի քանի Եվ իհարկելի մասնագետներ, մենք մի քանի րոպե պետք է սպասենք, քանի որ երթևեկության հետ կապված մի փոքր այն կողմ խնդիր կա։ Եկեք եւս մեկ անգամ հստակեցնենք, թե ինչու ենք մենք այսօր այստեղ։ Բոլորս գիտենք, որ պահը դեռ վաղուց չէր հասունացել։ Բոլորս գիտենք, որ տարիներ շարունակ մեզնից յուրաքանչյուրը պահանջել է հստակ օրենսդրական լուծումներ, որոնք որ ցավոք չեն տրվել։ Եվ ահա վերջապես մենք կարելի է ասել գրանցում ենք մի պատմական իրադարձություն, որ Հայաստանի Հանրապետությունում
կենդանիների հարցի առումով պետք է ամբողջականացվի օրենսդրությունը։ Եվ ցավալի հանգամանքը այն է, որ այդ ուրախությունը ամբողջապես կորում է այն ֆոնին, երբ որ տվյալ նախագծի հեղինակները հրաժարվում են լսել մասնագիտական կարծիք, երբ որ տվյալ նախագծի հեղինակները խոսում են այն մասին, որ գուցեև հետագայում մենք գնանք այսպես կոչված ամերիկյան մոդելով։ Ես ցավ եմ ապրում, երբ որ դա արտաբերելուց տվյալ պատգամավորները չեն հասկանում, որ ամերիկյան մոդել ասվածը միայն այդ քննեցումը չէ։ Միացյալ Նահանգներում իրականում կա շատ հստակ օրենսդրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, կան հստակ սահմանված նորմեր, եւ որոնց խախտումը առաջացնում է մինչեւ ընդհանուր քրեական պատասխանատվություն։ Եթե մարդը լքում է կենդանուն, եթե մարդը անպատասխանատու է վերաբերվում կենդանուն, եթե մարդը անպատասխանատու բուժմամբ է զբաղվում, եթե մարդը նպաստում է նրան, որ թվականակը կենդանիների անկառավարելի ավելանա, այս ամենը բոլոր զարգացած պետություններում, այն եվրոպական պետություններում, ուր այդքան ձգտում է Հայաստանի Հանրապետությունը, այդ ամենը հստակ սահմանված է իրենց օրենսդրություններում։ Եվ մենք զարմանում ենք, երբ որ պատգամավորները շեշտում են, որ 20-ից ավել երկրի փորձ է ուսումնասիրվել։ Որևէ առումով այս օրինագծի տվյալ խմբագրությունը որևէ կերպ չի առնչվում եւ որևէ զարգացած պետության օրենսդրությունների եւ որևէ դրույթով, որովհետեւ մենք այսօր պետք է նաեւ նշենք այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը որոշ չափով սպეციფիկ է։ Մենք ունենք անտուն կենդանիների թվականակ, որը որ արդեն տարիներ շարունակ է ձևավորվել։ Անտուն կենդանիները դարձել են նաև մեր էկո համակարգի մի մասը, եւ մենք պետք է գիտակցորեն դրան մոտենանք, մենք պետք է հասկանանք, որ չի կարելի ինչ-որ անկանոն շարժումներով խաթարել այդ էկո համակարգը, որովհետեւ հետագայում պատասխանը շատ ավելի ծանր է լինելու բնության կողմից։ Այդ ամենին պետք է մոտենալ մեծ գիտակցությամբ։ Օրենք գրելուց, օրենքը ձևակերպելուց պետք է լինեն հստակ եզրույթներ, հստակ ձևակերպումներ եւ որևէ երկիմաց նախադասություններ չպետք է տեղ ունենան տվյալ նախագծում, որպեսզի հետագայում մենք չկանգնենք քննի առաջ, մենք ոչինչ ասելու ենք, որ օրենքը չի արգելում քննեցումը, ինչու եք գալիս բողոքում, չեք տեսնում, որ օրենքում այդ արգելքը չկա, այդ իսկ պատճառով օրենքում հստակ պետք է ամրագրված լինի, որ կենդանիների թվականակի կարգավորումը քննեցման եղանակով արգելվում է, որ կենդանիների թվականակի կարգավորումը հնարավոր է միմիայն ստեղծման միջոցով, օգնում, ստեղծում, բացասում, վերադարձությունների միջոցով, եւ մենք այսօր պետք է միասին կրկնենք, ոչ անօրեն քննեցմանը, այո հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, Հայաստանի Հանրապետությունն այսօր համարվում է ժողովրդավարական պետություն։ Իսկ դա նշանակում է, որ ժողովրդի ձայնը պետք է հնչի բարձր ամբիոններից։ Դա նշանակում է, որ բոլոր այն պաշտոնյաները, ազգային ժողովի պատգամավորները, որոնք այսօր ստացել են մանդատ եւ գտնվում են ազգային ժողովում եւ ասում են, թե խոսում են ժողովրդի անունից, պետք է լսեն այդ ժողովրդին, պետք է լսեն մասնագիտական կարծիք, պետք է կարողանան ամեն բան մի կողմ դնելով նստել քննարկումների սեղանի շուրջ։ Եթե իրենք իրապես այսօր ցանկանում են, որպեսզի տվյալ հարցը անցնի կարգավորումների փուլ, ուրեմն պիտի իրենք գիտակցեն, որ յուրաքանչյուր կազմված որոշում, յուրաքանչյուր դրույթ, յուրաքանչյուր նորմ, յուրաքանչյուր հետագայում ընդունված ենթաօրենսդրական ակտ, այդ ամենը կախված է այսօրվա նախագծից, այն խմբագրությունից, որը այսօր կրկնում եմ, արդեն իսկ առաջին ընթերցման ընդունվել է ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 4-ին։ Չնայած, որ մենք գրեթե 7-8 դիմում նամակ ենք գրել ազգային ժողով,
ազգային ժողովի տվյալ նախագծի հեղինակներ Մերի Գալստյանի։ Տվյալ դիմումները մնացել են բոլորը անպատասխան, որևէ պաշտոնական պատասխան մենք ազգային ժողովի կողմից չենք ստացել, որևէ նկատողություն, որևէ առաջարկներ, որոնք որ մենք ներկայացրել ենք, տվյալ նախագծի խմբագրության մեջ հաշվի չեն առնվել, եւ դա ինչպես ասում են փաստ է, որևէ ապատեղեկատվություն, ինչպես անվանում են, Մերի Գալստյանը գրառում էր արել, որ ապատեղեկատվություն եք տարածում, որ մենք հաշվի ենք առել, մենք գրել ենք, որևէ բան հաշվի չի առնվել, եւ այստեղ ներկա բոլոր մարդիկ դրա մասին հրաշալի գիտեն։ Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք բարձրաձայնել մեր պահանջը։ Մենք պահանջում ենք տվյալ նախագծի վերադարձը քննարկումների սեղան։ Պիտի անցկացվեն բաց իրատեսական լսումներ, հարության մասնակցությամբ եւ այլ տարբերակ լինել չի կարող։ Ոչ կենդանիների նկատմամբ դաշան վերաբերմունքին։ Ոչ կենդանիների նկատմամբ դաշան վերաբերմունքին։ Ոչ ապօրինի քնեցմանը։ Ոչ ապօրինի քնեցմանը։ Կենդանիներն ուզում են ապրել։ Կենդանիներն ուզում են ապրել։ Ստեղծացում է միակ միջոց։ Ստեղծացում է միակ միջոց։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կառավարության շենքում կան հյուրեր։ Եվ մեր առջև դրվում է հետևյալ հարցը. եթե շարժվում եք առաջ հիմա եւ չեք սպասում 5-10 րոպե կամ չգիտեմ ինչքան, ձեզ հնարավոր է բերման ենթարկել։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելով, մենք իրավունք ունենք իրացնել մեր իրավունքը, մեր երթը կրում է խաղաղ բնույթ, եւ թող բոլորը տեսնեն, որ մեր պահանջը միակ է եւ իրատեսական։ Կենդանիների ապրելու իրավունքը Հայաստանում պետք է լինի պաշտպանված։ Տվյալ օրինագիծը պետք է վերադառնա քննարկումների սեղան։ Եվ մենք այսօր կրկնում ենք. ոչ ապօրինի քնեցմանը։ Ոչ ապօրինի քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողություն։ Ոչ թե։ Ստեղծացում է միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Անկերներ առանցնացեք, անցեք։ Ժողովուրդ ջան, սպասեք մի մի արի քաղաքացի, խնդրում ենք որ մի ժամանակ տվեցին ու մի 10 րոպե սպասեք, չէ՞ որ կա։ Դուք եք Մենք իրացնում ենք այսօր մեր իրավունքը, ուշադրություն ենք հրավիրում բոլորները, մեր իրավունքը մենք այս իրացնում ենք, որևէ մեկը այսօր չի կարող խոչընդոտել խաղաղ և
Ժողովրդի քնեցմանը։ Ոչ մեր իրավունքների սահմանափակմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ներշացումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Մարդու իրավունքներն ու կենդանիների իրավունքները իրարից տարանջատել չի կարելի։ Ոչ կենդանիների քնեցմանը։ Այսօր մենք իրացնում ենք մեր իրավունքը։ Մենք իրավունք ունենք բարձրաձայնելու այն բոլոր աբորինությունների և անօրինությունների մասին, որոնք որ կատարվում են։ Մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ նույնիսկ առանց օրենք համայնքներում կատարվում է այս առումով բառից բուն իմաստով խայտարակություն, կոռուպցիոն սխեմաներ, ոչ մասնագիտական ՍՊԸ-ներ, որոնք շահում են տենդերներ և իրականում որևէ աշխատանք այդ առումով չեն իրականացնում։ Դրա փոխարեն դատարկվում է պետական բյուջեն և մենք չենք ստանում և որևէ արդյունք։ Այդ իսկ պատճառով մենք կարևոր ենք համարում նշել, որ պիտի լինի հանրային վերահսկողություն և այդ տարբերակներ լինել չեն կարող։ Ասла ձախկոմով չենք թողում, եկեք ուրիշ տարբեր տեղերով։ Չէ, որ կտրնեք անեց քաչով կտան դրանց։ Կառավարության շենքով իրավունքն է շփոթում։ Դերներս փակում են։ Այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք։ Գոհարջան, Ոչ անօրեն քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Մի քիչ հեռու ուտել առաջինը խլեն, ձեր Ոչ անօրեն քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։
Կարող եք կառավարության շենքի մոտ Այս որպես կազմակերպություն ինչա մեկ ձեր առանց ինչ համար արի Ժողովուրդ կենտրոնացեք, որ գաք մեր հետևից։ Հետ են խոսում ժողովուրդ խոված է, հետ են խոսում։ Ինչի կապ կարող։ Այսինքն դուք մեզ արգելում եք փողոցներում քայլելը, ի՞նչ է խնդիրը։ Ի՞նչ է դե Ինչ է մեր արել։ Դուք եք մեզ արգելել։ Նշվել է այդ էջից Ամիրանով պրոսպեկտա վերել։ Ես ասացի չէ ուսել փողոցային որ օպերա բանը աբոդան փողոցի կոչվում է Ամիրան։ Մենք բուսեցին արգում ենք, երեք ոչ մեկը Այդտենց վերելը ասեցիք, որ ասեք հեսա մեր ղեկավարությունից կմոտիկանան, ձեզ ամեն ինչը Չէ, հիմա մենք ասենք փողոց նոր։ արգելից։ Մենք քաղաքում իրավունք չունենք շարժվելու։ դուք չեք կարող մեզ արգելել։ Մենք որպես քաղաքացիներ չունենք եւ շարժվում ենք ու ուզում ենք։ Ժողովուրդ հասկանում եք քաղաքացիայի կանոն Չեն թողնում ենք փողոց անցնենք, ժողովուրդ տեսեք չեն թողնում։ Դուք չեք կարող։ Ես բանի ասում, դրա համար եմ ասում, մոտիկաները ձեզ ասի, ներկա պային ժողովուրդ բերեք չառաջանալ, մի քանի րոպե բերեք, ներկա պային բերեք ստե սպասեք 5 րոպե բանա։ Արգին բերեք հիմի ստե ոչ մեկս կոնֆլիկտ ժողովուրդ երկու դուքությունը դուրս տվեց, ձեր կազմակերպիչը ասեց։ Հարգելի արձանագրենք մի փաստ, որ ամենասկզբից հավաքին մենք տեղեկացրել ենք այն երթուղու մասին, որով մենք անցնելու ենք։ Այս պայի դրությամբ հաստատի մեր իրավունքը ոտնահարվում է, մեր իրավունքները սահմանափակվում են։ Ոստիկանությունը չի ուզում թույլ տա, որ մենք անցնենք դեպի կառավարության շենք։ Խնդրում եմ բոլորը կենտրոնացեք, որովհետև դա պարտադիր տեղի է ունենալու։ Որևէ մեկը չի կարող խոչընդոտել մեր խաղաղ երթի իրականացմանը։ Սա մեր քաղաքն է և մենք իրավունք ունենք ազատ տեղաշարժի։ Ուր է իր ղեկավարը։ Դրա համար հոգեփոխ ենք։ Անցեք ժողովուրդ, անցեք։ Թողեք անցնում եմ։ Ժողովուրդ Եթանին այն ունեն ապրելու իրավունք։
կլինիկաների ներկայացուցիչների հետ, կենդանաբանների հետ, այն նախարարությունների ներկայացուցիչների, որոնք որ հետագայում պետք է առնչություն ունենան տվյալ օրինագծի աշխատանքների հետ։ Բոլոր մեր այդ պահանջները մնացել են անպատասխան, որևէ պաշտոնական գրության եւ որևէ պաշտոնական պատասխան մենք չենք ստացել։ Եվ զուգահեռ դրան մենք ունենք մի իրականություն, երբ որ մեր ձայնը այսօր բացարձակ լսելի չէ։ Եվ այսօր մենք այստեղ ենք, որպեսզի հերթական անգամ մենք բոլորս արձանագրենք, որ մենք թույլ չենք տալու, որպեսզի ընդունվի մի օրենք, որտեղ չկան հստակեցումներ, որտեղ չկան հստակ դրույթներ, որտեղ օգտագործված են եզրույթներ, որոնք որ հետագայի համար թողնում են բազմաթիվ բաց դռներ։ Այն է կենդանիների զանգվածային հավաք, որը միանշանակ բերելու է կենդանիների զանգվածային քննեցման, քանի որ տվյալ նախագծում ամրագրված չէ, որ կենդանիների թվաքանակի կարգավորումը պետք է իրականացվի միայն ստեղծված ճանապարհով։ Ամրագրված չէ, որ կենդանիների կարգավորումը չի կարող լինել քննեցման միջոցով եւ այդ առումով քննեցումը արգելված է։ Որևէ մեկը թող չտա մեզ հղումներ անասնաբուժության օրենքին։ Անասնաբուժության օրենքում նույնպես չկան ամրագրված այդ դրույթները, որոնք կապված են կենդանիների թվաքանակի կարգավորմանը։ Այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ենք եւ կրկնում ենք. ոչ անօրեն քննեցմանը։ Ոչ անօրեն քննեցմանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Գտնվելով կառավարության շենքի մոտ ուզում ենք եւս մեկ անգամ արձանագրել այն խայտառակ վիճակը, որը առ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, տարբեր համայնքապետարանների կողմից, երբ որ հայտարարվում են ստեղծման տենդերներ, տվյալ տենդերները վերցնում են անհայտ, անհասկանալի սպաներ, որոնք որ չունեն որևէ մասնագիտացում կենդանիների հարցի առումով։ Իրականում ստեղծվում է մի իրավիճակ, երբ որ մսխվում է պետական բյուջեն, երբ որ չի իրականացվում աշխատանք, երբ որ հանրության մոտ առաջանում է թյուր կարծիք, որ ստեղծումը չի տալիս որևէ օգտակարություն, ինչը չի համապատասխանում իրականությանը, այն որ այսօր վերահսկողության բացակայության պատճառով մենք ունենք նման անփույթ իրավիճակ, այն որ այսօր լինելով ապրելով 21-րդ դարում մենք առ այսօր չենք իրականացրել ստաբիլ ստեղծման ծրագիր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով, առ այսօր չենք դրել շատ խիստ օրենքներ եւ դրույթներ կապված կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի վերաբերյալ, այն որ մենք այսօր մոռացել ենք այն մասին, որ անդուն կենդանիները իրենք չեն ընտրել փողոցում ապրելու ուղին, որ այդ ամենը սկսել է մարդուց։ Դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք ընդունել մի նախագիծ, որի խմբագրությունը չի տալիս մեզ այսօր եւ որևէ հստակեցում, որի խմբագրությունը այսօր ձեր ստորագրությամբ լիազորում է այդ կոռուպցիոն սխեմաները։ Մենք պահանջում ենք, որպեսզի լինի հստակ հանրային վերահսկողություն, որպեսզի տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի փոխվեն այդ նախագծի բոլոր երկիմաց եզրույթները, լինի կատարված մասնագիտական աշխատանք, որպեսզի ընդունելուց օրենք մենք ոչ թե ունենանք թղթի կտոր, որը հետագայում որևէ կարգավորման չի բերելու, այլ իրապես ունենանք ամբողջականացված օրենսդրություն եւ արդեն իսկ 2, 3, 4 տարի անց մենք տեսնենք արդյունք, ունենանք արդյունավետություն եւ այո, ոչ ապօրինի քննեցմանը, ոչ ապօրինի քննեցմանը, այո հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Դիմում ենք կառավարության, որևէ Չասեք, որևէ
իրավունքներ ստանալ պաշտոնական պատասխաններ։ Մենք այսօր արձանագրում ենք, որ դեկտեմբերի 4-ին ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Մերի Գալստյանը տարածեց ապատեղեկատվություն, բացահայտ ապատեղեկատվություն, խոսելով այն մասին, որ տվյալ նախագիծը քննարկվել է աշխատանքային խմբի ներկայությամբ, մասնագետների ներգրավմամբ, կենտրոնապաշտպան ՀԿ-ների ներգրավմամբ, որոնք որ տվել են դրական կարծիք եւ եզրակացություն։ Կառավարության շենքի մոտ գտնվելով մենք բոլորս այս պահին հստակ արձանագրում ենք, հստակ բարձրաձայնում ենք, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։ Կենտրոնապաշտպան հիմնական գործող ՀԿ-ներն այսօր այստեղ են, կենտրոնասերներն այսօր այստեղ են։ Մեր ձայնը լսելի չէ, մեր ձայնը առայսօր լսելի չէ եւ մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ձայնը հնչի ազգային ժողովի բարձր ամբիոնից, որպեսզի արդարություն սահմանվի, որպեսզի տվյալ օրինագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի վերջ դրվի կոռուպցիոն սխեմաների, որոնք որ գործում են կենդանիների հաշվին, որոնք որ այսօր անում են այնպես, որ հանրության առջև ստեղծվում է տպավորություն, թե ստեղծված ծրագրերը չունեն օգտակարություն եւ որևէ կերպ չեն կարողանում տվյալ հարցը կարգավորել։ Դա չի համապատասխանում իրականությանը, չի արվում իրական աշխատանք, չի արվում իրական ծրագիր, ինչի հետևանքով մենք այսօր ունենք այսպիսի բարձի թողի վիճակ։ Այսօր մենք լիազորված չենք ունենալ հստակ հանրային վերահսկողություն։ Տվյալ օրենքում հանրային վերահսկողության մեխանիզմը պետք է հստակ ամրագրված լինի, որպեսզի մենք իրավունք ունենանք մուտք գործելու օղակներ, որպեսզի մենք հասկանանք այդ բյուջեն ինչպես է ծախսվում, որպեսզի մենք հասկանանք ինչ իրական աշխատանք է տեղի ունենում, որպեսզի մենք կարողանանք կանխել կենդանիների ապօրինի քննեցումը։ Եվ այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք. ոչ անօրեն քննեցմանը, այո հանրային վերահսկողությանը, ստերջացումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, Ընկերներ, մտնում եմ ուշադրություն, հիմա շարժվում ենք դեպի պրոսպեկտ, այնուհետև բարձրանալու ենք նորից դեպի Կասկադ, Քավանյանի արձանի մոտ։ Խնդրում եմ մի բաժանվեք, հետևի եկողները փոքր-ինչ արագ գան, որպեսզի մասնակցեն եւ լսեն, թե առջևում ինչ է տեղի ունենում։ Շարժվենք, ժողովուրդ ջան։ Ոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուշադրություն դարձնել մեր բարձրաձայնած խնդրին։ Եթե դուք այսօր խոսում եք նրա մասին, որ ցանկանում եք գնալ դեպի Եվրոպա, ուրեմն իրապես ուսումնասիրեք այդ պետությունների փորձը, իրապես ուսումնասիրեք տվյալ պետությունների վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Փորձեք հասկանալ, որ մարդու իրավունքն ու կենդանիների իրավունքները չի կարելի տարանջատել։ Կենդանիներն այսօր չեն կարող խոսել, մենք ենք խոսում նրանց փոխարեն, մենք ենք նրանց ձայնը, եւ այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք ոչ ապօրինի քննեցմանը, այո հանրային ստերջացմանը, այո հանրային վերահսկողությանը, կենդանիներն ապրելու իրավունք ունեն, կենդանիները ապրելու իրավունք ունեն։ Եկեք արձանագրենք, որ չնայած նրան, որ մենք գործում ենք ոչնչոտել եւ սահմանափակել մեր իրավունքը, անցկացնել այս երթը դեպի կառավարության շենք, մենք գիտակցելով, որ այդ ամենը չի կարող տեղի ունենալ եւ որևէ մեկը չի կարող մեզ խոչընդոտել, խաղաղ մեր եւ ով շարունակեցինք մեր ճանապարհը եւ կառավարության շենքի մոտ նույնպես արձանագրեցինք, որ մեր պահանջը մեկն է, որ տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան, որ տեղի ունենան բաց հանրային լսումներ
աշխատանքային իրական խումբ, որը այսօր այս նախագիծը կբերի այն խմբագրության, որը իրապես կաշխատի Հայաստանի Հանրապետության պայմաններում։ Մենք այսօր մոռանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Երևան քաղաքից դուրս չկա էլեմենտար անասնաբուժական նորմալ օգնություն։ Կլինիկաներ կան ընդամենը 1-2, մեկը Վանաձորում, մյուսը Գյումրիում։ Այն բոլոր մնացած Հայաստանի Հանրապետության հատվածները, Սիսիան, Կապան, հարակից գյուղերը ու եւ այլն մնում են առանց անասնաբուժական օգնության։ Երբ որ տեղի է ունենում խնդիր, մենք կենդանիներին ստիպված տեղափոխում ենք Երևան։ Եվ այդ պայմաններում այն բոլոր դրույթները, որոնք որ այսօր սահմանվում են, այդ տույժերը, որոնք որ գրվում են վարչական օրենսգրքում, դրանք անիրագործելի են մեր իրականության մեջ։ Եվ այդ ամենը պետք է հստակեցվի, այդ ամենը պետք է խմբագրվի։ Այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ասում ենք. ոչ անօրեն քնեցմանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Մենք այսօր նաև այստեղ ենք և կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր որ չեն միացել մեզ այդ իրավունքին, բայց հետևում են բոլոր իրադարձություններին։ Մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր նույնիսկ անտարբեր են կարելի ասել այս հարցի նկատմամբ։ Հավատացած եղեք, որ մենք այսօր իրապես կանգնած ենք շատ լուրջ քայլի առաջ։ Մենք ամբողջականացնում ենք այսօր օրենսդրություն, որը որ գործելու է հետագայում բոլորիս համար, առանց բացառության։ Եվ եթե մենք այսօր չձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի տվյալ օրինագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի անցկացվեն հստակ բաց հանրային լսումներ, որպեսզի ստեղծվի իրական հանրային վերահսկողության մեխանիզմ, ապա այս ամենը կհանգեցնի նրան, որ հետագայում օգտվելով օրենքում եղած բաց դռներից կկատարվի կենդանիների զանգվածային հավաք եւ քնեցում, քանի որ օրենքում գրված չէ, որ կենդանիների թվաքանակի կարգավորումը քննածման եղանակով արգելված է, քանի որ օրենքում ամրագրված չէ, որ ստեղծումը կենդանիների թվաքանակի կարգավորման միակ միջոցն է, քանի որ օրենքում առանց հանրային վերահսկողության իրական մեխանիզմի բոլոր լիազորությունները տրվում են թիմերին, համայնքներին, իսկ մենք այսօր տեսնում ենք, թե համայնքների մակարդակով ինչ խայտարակություն է կատարվում, ինչ կոռուպցիոն սխեմաներ են իրագործվում կենդանիների հաշվին, եւ դա մեր իրականության մեջ անթույլատրելի է։ Այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք. ոչ անօրեն քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Մենք այսօր պետք է հիշեցնենք ազգային ժողովի պատգամավորներին, որ որևէ օրինագիծ, որևէ ընդունված դրույթ, որը որ վերաբերում է այսօր կենդանիներին, անիրագործելի է, եթե չլինի կենդանապաշտպան եւ կենդանասեր համայնքի աջակցությունը։ Առանց այդ աջակցության յուրաքանչյուր գրված դրույթ, յուրաքանչյուր գրված սահմանում, յուրաքանչյուր ընդունված նորմ չի իրականանա, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այդ առումով այսօր ունի մասնագետների պակաս, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այդ առումով այսօր ունի սահմանափակ ռեսուրսներ եւ առանց կենդանապաշտպան համայնքի աջակցության որևէ բան չի
որպեսզի տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի անցկացվեն իրական բաց քննարկումներ, լսումներ, կենդանապաշտպան հասարակական կազմակերպությունների, անասնաբուժական կլինիկաների ներկայացուցիչների, կենդանաբացների, կենդանիների հոգեբանների, այն գերատեսչությունների ներկայացուցիչների, որոնք հետագայում առնչվելու են տվյալ օրենքի հետ։ Մենք պահանջում ենք, որպեսզի օրենքում չլինեն երկիմաստ եզրույթներ։ Մենք պահանջում ենք, որպեսզի հաստատվի իրական հանրային վերահսկողության մեխանիզմ։ Մենք այսօր պահանջում ենք, որպեսզի մեր ձայնը լինի լսելի։ Այսօր մենք խոսում ենք կենդանիների փոխարեն եւ իրենց փոխարեն այսօր մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում այն խմբագրության առումով, որը առկա է տվյալ նախագծում։ Այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք ոչ անօրեն քննեցմանը։ Ոչ անօրեն քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Մենք պետք է նաև արձանագրենք մի հստակ բան, որ միայն կացարաններով հարցը չի կարող լուծվել, արդիվ անհամար կենդանիներ չեն կարող տեղափոխվել կացարաններ։ Կացարանները, որոնք որ պետք է լինեն, որևէ մեկը չի ասում, որ դրանք պետք է չլինեն։ Այո, պետք է լինեն պետական մակարդակով կացարաններ, բայց այդ կացարանները պետք է լինեն հանրային վերահսկելի։ Այդ կացարաններում պետք է լինեն միայն հիվանդ կենդանիները, որոնք ծեր են, լքված են, որոնք չեն կարող ապրել դրսում։ Կացարանը առողջ կենդանիների վայր չէ։ Կենդանիները այսօր կազմում են մեր էկո համակարգի մի մասը։ Մենք իրավունք չունենք խաթարելու այդ էկո համակարգը առանց որևէ գրագիտության, առանց որևէ հստակ նորմերի։ Եվ այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք, որ կենդանիների թվաքանակի կարգավորումը պետք է իրականացվի միայն հստակ, ստաբիլ գործող ստեղծման ճանապարհով։ Մենք այսօր հայտարարում ենք, որ կենդանիների թվաքանակի կարգավորումը քննեցման եղանակով օրենքով պետք է լինի հստակ արգելված։ Այո։ Я знаю. Чтобы все собрались. Այս իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք ոչ անօրեն քննեցմանը։ Ոչ անօրեն քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Այո պատասխանատու վերաբերմունքին։ Այո բարեկեցությանը։ Այո պատասխանատու վերաբերմունքին։ Այո բարեկեցությանը։ Այսօր մենք հստակ պետք է արձանագրենք, որ մենք թույլ չենք տալու, որպեսզի շարունակվեն ապօրինի այդ ստեղծման տենդերները, որոնք այսօր իրապես չեն տալիս եւ որևէ արդյունավետություն։ Եվ դա ապացուցված փաստ է։ Մենք ուզում ենք, որպեսզի հանրությունը նույնպես այսօր մեզ լսի։ Կենդանապաշտպան եւ կենդանասեր համայնքն առաջինն է, որ ցանկանում է, որպեսզի կենդանիների հարցը դրվի ճիշտ լուծման ճանապարհին, որպեսզի մենք ունենանք օրենք, ամբողջականացված օրենսդրություն, այնպիսի դրույթներով, այնպիսի նորմերով եւ եզրույթներով, որոնք որ հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի Հանրապետության իրականության սահմաններում։ Եվ այդ իսկ պատճառով մենք այսօր պահանջում ենք, որպեսզի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի անցկացվեն հստակ
իրավաբաններ, ինչպես նաև այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք որ հետագայում ուղիղ առնչություն են ունենալու տվյալ օրենքի իրականացման հետ, այն է ներքին գործերի նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, ինչու ոչ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, ում մենք բազմիցս դիմում ենք ծրագրերի, ստեղծված ծրագրերի կոռուպցիոն սխեմաների հետ կապված, ինչու ոչ քննչական կոմիտե, որն այսօր ունի բազմաթիվ դիմումներ, վերաբերող թե նույն այդ ստեղծված ծրագրերի, թե դաշան վերաբերմունքի դեպքերի, այն դեպքերի, որոնց մեծ մասի վրա քննչական կոմիտեում այսօր փակում են իրենց աչքերը եւ տվյալ գործերը կոչվում են եւ չեն քննվում պատշաճ ձևով։ Այս ամենը կանգնեցնելու համար մենք պահանջում ենք հստակ աշխատողորենք, մենք պահանջում ենք տվյալ նախագծի վերադարձ, քննարկումների սեղան եւ այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք ոչ անօրեն քննեցմանը, ոչ անօրեն քննեցմանը, այո հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Զգոհարի ծննա եկա։ Այո, հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Կենդանիների պաշտպանության դոգմա հասարակական կազմակերպության որովհետև պահանջում ենք, որպեսզի մեծ ձայնը, իսկ մենք այսօր խոսում ենք նաև կենդանիների փոխարեն, որոնք այսօր չեն կարող պաշտպանել իրենց շահերը, վերջապես դառնա լսելի ազգային ժողովի բարձր ամբիոնից, որպեսզի տվյալ նախագծի հեղինակները վերջապես պատշաճ ուշադրություն դարձնեն մեր պահանջներին, որպեսզի դադարեցնեն շարունակել տարածելը ապատեղեկատվություն այն մասին, որ կենդանապաշտպան հասարակական կազմակերպությունները մասնակցել են աշխատանքային խմբի ձևավորմանը, մասնակցել են տվյալ օրենսդրության քննարկումներին, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։ Եկեք բոլորս դա արձանագրենք։ Եվ մենք այսօր պահանջում ենք, որպեսզի տվյալ նախագիծը, չնայած նրան, որ անցել է առաջին ընթերցումը ազգային ժողովում դեկտեմբերի
միջոցի։ Դեռ ուշ չէ խելքի գալու, դեռ ուշ չէ տվյալ նախագիծը վերադարձնելու քննարկումների սեղան, դեռ ուշ չէ այն վերամշակելու այնպես, որպեսզի այն իրապես պաշտպանի թե քաղաքացիների, թե մարդու, թե կենդանիների իրավունքը։ Ես հասկանում եմ, որ կենդանիների իրավունք եզրույթից շատերի մոտ ցնցումներ են այսօր առաջանում, բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ կենդանիների ապրելու իրավունք հասկացությունը վաղուց ամրագրված է առաջատար երկրներում, դեռևս Եվրոպական կոնվենցիան համար 125 այդ մասին խոսում եւ դա ամրագրում է։ Եվ եթե այսօր մենք խոսում ենք դրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունը շարժվում է դեպի Եվրոպա, ուրեմն մենք պետք է հասկանանք մի բան, որ մենք պետք է դադարեցնենք տարանջատելը մարդու իրավունքները կենդանիների իրավունքներից։ Մարդը ունի պատասխանատվություն։ Անպատասխանատվության հետևանքով տարիներ շարունակ այս հարցը հանգել է մի իրավիճակի, երբ որ մենք ունենք մի պատկեր, որ այո, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գավառ արտահայտված անտուն կենդանիների խնդիր, բայց մենք պետք է արձանագրենք, որ այդ կենդանիները չէ, որը ընտրել են դրսում ապրելու տարբերակը։ Այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք, որ ոչ ապօրինի քնեցմանը, այո հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, Да нормально, разминаешься как раз, ори давай. Yes, from Portugal. Եվ այդ ամենը հստակ պետք է ամրագրում գտնի Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, մեր իրականության պայմաններում, եւ պետք է իրականացվի հստակ իրական աշխատանք։ Մենք շատ բան չենք պահանջում, մենք պահանջում ենք, որպեսզի այսօր հնարավոր լինի իրապես այս հարցը դնել ճիշտ լուծումների, ճիշտ ճանապարհին, իսկ այս օրինագծով նման հում եւ անհասկանալի խմբագրությամբ, իհարկե եւ որևէ պարագայում այս հարցը չի կարողանա ստանալ նորմալ ընթացք եւ լուծում առանց կենդանապաշտպան ՀԿ-ների աջակցության, առանց կենդանասեր համայնքի աջակցության, որևէ օրենք չի կարող իրագործելի լինի մեր իրականության պայմաններում, երբ որ Հայաստանի Հանրապետությունում Երևանից դուրս նույնիսկ չկան էլեմենտար անասնապուշական մասնագիտական կլինիկաներ, երբ որ մենք կանգնում ենք խնդրի առաջ, երբ նույն Սիսյանից, նույն Կաբանից եւ այլ տարածքներից ստիպված ենք լինում վիրավոր կենդանիներին տեղափոխել Երևան, որպեսզի տրամադրվի բուժօգնություն։ Այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք ոչ ապօրինի քնեցմանը, Ոչ ապօրինի քնեցմանը, այո հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, կենդանիները ունեն ապրելու իրավունք։ ոչ դաշան վերաբերմունքին, այո մարդասիրական լուծումներին, ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, Իսկ ինչ հանք է երկու ձայնի կիսվել։
որպեսզի ընդեղել դեպի Իսկ ավելի ճիշտ չի լինեն մեր շաբեցի գորար որ Մեկ անգամ մասրակայնում ենք մեր պահանջը, դիմելով պատգամավոր Մերի Գալստյանին, Տիկին Գալստյան, կենդանապաշտպան հասարակական կազմակերպությունները, պարզապես սրտացավ քաղաքացիները, կենդանասեր ամբողջ համայնքը, ձեզ այսօր կոչ է անում, հետ վերադարձնել օրինագիծը քննարկումների սեղան, անցկացնել բաց հանրային լսումներ, ստեղծել աշխատանքային մասնագիտական խումբ, քննարկել իրական լուծումներ, ստեղծել հստակ օրենսդրություն, ձևավորել այնպիսի դրույթներ, որոնք չեն լինելու երկիմաց։ Ոչ անորեն քնեցմանը։ Ոչ անորեն քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Մենք այսօր պետք է հստակ արձանագրենք, որ օրինագիծը այսօրվա խմբագրմամբ լիազորում է և օրինական լիազորություն է տալիս այն բոլոր կոռուպցիոն սխեմաներին, որոնք որ իրականացնում են կենդանիների հաշվին ստեղծրացման անվան տակ։ Դրա վերաբերյալ մենք արդեն իսկ ունենք տված բազմաթիվ հաղորդումներ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն։ Մենք դրա մասին անընդհատ բարձրացնում ենք, կոչ ենք անում, որպեսզի պատկան մարմինները այդ ամենին ուշադրություն դարձնեն։ Եվ հիմա մենք կանգնած ենք մի իրականության առաջ, երբ ազգային ժողովում ցանկանում են լիազորել այդ բոլոր կոռուպցիոն սխեմաները օրենքի խոսքով, ցանկանում են բոլոր լիազորությունները առանց հանրային վերահսկողության ռեալ մեխանիզմի տրամադրել դիմերին, համայնքներին, ինչը այսօր անթույլատրելի է, քանի որ դա բերելու է կենդանիների զանգվածային հավաքի եւ այո զանգվածային ոչնչացման, որովհետեւ օրենքում չկա խոչընդոտող եւ որևէ եզրույթ այդ առումով, չկա հստակեցում, իսկ օրենքը նրա համար է, որ այնտեղ լինեն հստակ դրույթներ, այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք ոչ հանրային քնեցմանը, Ոչ հանրային քնեցմանը, այո հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, ներկայացումը միակ միջոց, ներկայացումը միակ միջոց, կենդանիներն ապրելու իրավունք ունեն, կենդանիները ապրելու իրավունք ունեն։ Զարմացել են, իրանք միշտ ուրիշ բաներ ասում, միտինգները։ Քնեցմանը, այո հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, ներկայացումը միակ միջոց, ներկայացումը միակ միջոց, կենդանիներն ապրելու իրավունք ունեն, կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Եվս մեկ անգամ եկեք միասին արձանագրենք, որ մենք պահանջում ենք, որպեսզի տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան։ Մենք պահանջում ենք իրատեսական լսումներ։ Մենք քոչ ենք անում հանրությանը եւ նույնիսկ հանրության ենք դասվածին, որ այսօր անտարբեր է։ Կամ ուղղակի պարզապես չի ուզում օրենքի հետ կապված այս խնդիրները։ Հասկանամ, որ այս ամենը վաղը եւ այսօրը դիպելու է բոլորին, որովհետեւ օրենքում կան բազմաթիվ դրույթներ, որոնք պարզապես անիրագործելի են մեր իրականության պայմաններում։ Մենք այսօր պետք է հստակ արձանագրենք, որ չկա արված աշխատանք հասարակական կազմակերպությունների հետ, որ մասնագետների
Բոլորի կարծիքը եղել է անտեսված, որ 7 պաշտոնական դիմում ա գրվել ազգային ժողով եւ այդ դիմումներն այսօր մնացել են անպատասխան, ինչը մեր իրավունքների ուղիղ խախտում ա եւ մենք պահանջում ենք, որպեսզի տվյալ նախագծի հեղինակ Մերի Գալստյանը հայտարարի հանրային լսումների անցկացման մասին, որպեսզի վերադարձնի տվյալ օրինագիծը քննարկումների սեղան, որպեսզի իրականացվեն հստակ լայնածավալ քննարկումներ եւ աշխատանք, կենդանապաշտպան ԸՏ-ների, անասնաբուժական կլինիկաների ներկայացուցիչների, կենդանավարժների, կենդանիների հոգեբանների, այն գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որոնք հետագայում առնչություն են ունենալու տվյալ օրենքի հետ, որպեսզի մենք չունենանք այն պատկերը, որը ունենք այսօր, կապված կենդանիների վերաբերյալ դաժան վերաբերմունքի օրենքի հետ, երբ որ քննիչները շատ հարցերում իրապես չեն գիտակցում եւ չեն հասկանում, թե ինչպես պետք է աշխատացնեն այդ հոդվածը, որը այսօր ամրագրված է, եւ որը նույնպես փոփոխման կարիք ունի, որը նույնպես պետք է վերամշակվի։ Այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք ոչ անօրեն քննեցմանը։ Ոչ անօրեն քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Այո մարդասիրական լուծումներին։ Այո մարդասիրական լուծումներին։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Ոչ ապօրինի քննեցմանը։ Ոչ ապօրինի քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Մենք ոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի բոլոր պատգամավորներին ուշադրություն դարձնել մեր պահանջին, պաշտոնական պատասխաններ հղել այն բոլոր դիմումներին, որոնք որ մենք ուղարկել ենք, անցկացնել հանրային բաց լսումներ, անցկացնել քննարկումներ, դադարեցնել օրենքի առաջ խաղացումը նման անհասկանալի եւ երկիմարդ խմբագրությամբ։ Մենք պահանջում ենք, որպեսզի լսումները լինեն իրական։ Մենք պահանջում ենք, որպեսզի սահմանվի հանրային վերահսկողություն։ Մենք ասում ենք ոչ կոռուպցիոն սխեմաների լիազորման օրենքով։ Մենք ասում ենք այո մարդասիրական լուծումներին։ Այո, մենք ասում ենք, որ տվյալ խնդիրը կարիք ունի կարգավորման, բայց այդ կարգավորումը որևէ կապ չունի այն օրինագծի հետ, որը այսօր ներկայացված է ազգային ժողովում։ Այն կապ չունի այն խմբագրության հետ, որը այսօր արկա է։ Այդ իսկ պատճառով մենք ասում ենք ոչ ապօրինի քննեցմանը։ Ոչ ապօրինի քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Այո մարդասիրական լուծումներին։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։
Վերջապես կհասկանան, որ նման կերպ տվյալ օրինագիծը առաջ տանել չի կարելի, որ պետք է վերադառնալ քննարկումների սեղան, պետք է իրականացնել իրական լսումներ, պետք է հստակ հասկանալ, ինչու՞մն է կայանում պատասխանատու վերաբերմունք հասկացությունը, ինչու՞մն է կայանում բարեկեցություն հասկացությունը, ինչպես այս ամենը պետք է ամրագրել օրենքով։ Մենք այսօր պահանջում ենք, որպեսզի օրենքում չլինեն երկիմաց դրույթներ, մենք պահանջում ենք հստակեցում, մենք պահանջում ենք, որպեսզի օրենքում միմիայն բնդում, ստեղծում, պատվաստում, վերադարձ ծրագրերի միջոցով, որ կենդանիների թվաքանակի կարգավորումը քննեցման տարբերակով արդեն է։ Այդ իսկ պատճառով մենք պահանջում ենք նաև հանրային վերահսկողության ռեալ մեխանիզմ, որպեսզի մենք կարողանանք վերահսկել այդ առումով կատարվող աշխատանքները համայնքներում, որպեսզի հողակները դարձան վերահսկելի, որպեսզի վերանան այն բոլոր կոռուպցիոն սխեմաները, որոնք այսօր իրականանում են կենդանիների հասցի լուծման հաշվին։ Այդ իսկ պատճառով մենք ասում ենք ոչ ապօրինի քննեցմանը, Ոչ ապօրինի քննեցմանը, այո հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, ոչ դաշան վերաբերմունքին, ոչ դաշան վերաբերմունքին, այո մարդասիրական լուծումներին, այո մարդասիրական լուծումներին, ոչ ապօրինի քննեցմանը, ոչ ապօրինի քննեցմանը, այո հանրային վերահսկողությանը, Վերջացումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, Ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, Այսօր մենք խոսում ենք կենդանիների փոխարեն, քանի որ կենդանիները չեն կարող պաշտպանել իրենց շահերը, ոչ ոստիկանությունում, ոչ քննչական կոմիտեում, ոչ դատախազությունում, ոչ էլ դատարաններում, առավել ևս ազգային ժողովում։ Մենք այսօր պետք է հստակ արձանագրենք, որ առանց կենդանապաշտպան համայնքի ներկայության, առանց կենդանասերների աջակցության, որևէ օրենք, որևէ դրույթ չի կարող դառնալ իրականանալի Հայաստանի Հանրապետության պայմաններում։ Այդ իսկ պատճառով մենք այսօր պահանջում ենք, որ տվյալ օրինագիծը վերադառնա քննարկումների սեղան, որ տեղի ունենան իրական քննարկումներ,
կենդանապաշտպան համայնքի ներկայացուցիչների, կենդանաբացների, կենդանիների հոգեբանների, անաստաբուժական կլինիկաների ներկայացուցիչների, իրավաբանների, այն գերատեսչությունների ներկայացուցիչների, որոնք հետագայում ուղիղ առնչություն են ունենալու տվյալ օրենքի յուրաքանչյուր դրույթի կատարման հետ, եւ մեր պահանջը հստակ է եւ պարզ։ Տվյալ օրենքից պետք է վերանան բոլոր երկիմաստ արտահայտությունները, որ ամեն բան պետք է հստակ ամրագրված լինի։ Եվ այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ասում ենք. Ոչ անօրեն քնեցմանը։ Ոչ անօրեն քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստերջացումը միակ միջոց։ Ստերջացումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Այո մարդասիրական լուծումներին։ Այո մարդասիրական լուծումներին։ Հայաստանի խափարող կենտրոնի պաշտպանող վարտադեպքում ուսակերտություններ պատասխան չեն ստացել, գոնե ներկայացուցիչը փորձեք ուզել։ Ես էլ եմ ուսակել, բայց ես չեմ կարող պրոպագանդել շատ մարդկանց իրեն ուսակել։ Հայաստանում դեռ շատ ավետուր։ Բայց օրինակ մի բան ասեմ, պատկերացրեք բոլոր մարդիկ հավ չեն ուտում։ Հավն է վայրի կենտրոն չէ, բոլոր հավերը կվերանան։ Դրանովից հավերի դեմ։ Սա հենց մեր Correct, that's perfect. So, correct. Ընկերներ անցանք։ Անցանք միացին բոլորս։ Ոչ ապօրինի քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստերջացումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Ընկերներ խնդրում եմ կենտրոնանանք այստեղ։ Հարգելի ընկերներ, նախ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօր ներկա գտնվեցին տվյալ երթին։ Երթ հանուն կենդանիների, հանուն իրենց ապրելու իրավունքի, այդ իրավունք հասկացության ամրագրման։ Սիրելի ընկերներ, ավարտելով տվյալ երթը, եկեք եւս մեկ անգամ արձանագրենք, որ մենք այսօր պահանջում ենք իրատեսական լուծումներ։ Մենք այսօր շատ բան չենք պահանջում, մենք ասում ենք, որ մենք ցանկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես ձևավորվի իրապես մարդասիրական վերաբերմունք,
որպեսզի մենք կարողանանք մարդասիրական միջոցով լուծել տվյալ խնդիրը։ Այս խնդիրը չի լուծվելու ոչ մեկ օրում, ոչ երկու օրում, այն չի լուծվելու բազմաթիվ կացարաններ բացելով։ Բոլոր նրանք, ովքեր որ այսօր հայտարարում են, որ կացարան կբացենք ու հարցը կլուծվի, նրանք պարզապես ստում են։ Խնդիրը իրապես խորն է։ Խնդիրը կապված է թե մարդու պատասխանատվության գիտակցության հետ, թե առհասարակ բարեկեցություն հասկացության հետ, թե նրա հետ, որ առ այսօր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով չեն իրականացվել ստաբիլ ստեղծման ծրագրեր, չի իրականացվել եւ որևէ հստակ աշխատանք, լուսավորչական աշխատանք պետության կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, համայնքների կողմից, եւ այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ խմբագրվում է օրենք, որը չի անցնում եւ որևէ քննարկում մասնագիտական հկների հետ, չի անցնում որևէ քննարկում իրական աշխատանքային խմբի հետ, մասնագետների ներգրավվածությամբ, անասնաբուժական կլինիկաների ներկայացուցիչներով, իրավաբաններով, կենդանաբաշխներով, կենդանիների հոգեբաններով, ինչպես նաեւ այն գերատեսչությունների ներկայացուցիչներով, ովքեր որ հետագայում ուղիղ առնչություն են ունենալու տվյալ օրինագծի յուրաքանչյուր դրույթի հետ, եթե այդ ամենը տեղի չունենա, մենք ունենալու ենք շատ տխուր պատկեր, քանի որ այսօրվա օրենքում չկան հստակ ամրագրումներ, չկա ամրագրված, որ կենդանիների թվաքանակի նվազումը չի կարող իրականանալ քնեցման միջոցով, որ դա արգելված է, չկա ամրագրված, որ կենդանիների թվաքանակի միակ միջոցը դա ստեղծումն է եւ այլ միջոց լինել չի կարող։ Դռները բաց են թողնված լիովին բաց, հետագայում որոշակի ենթաօրենսդրական փոփոխություններով այդ ամենը հանգեցնելու նրան, որպեսզի տեղի ունենա կենդանիների զանգվածային հավաք եւ միանշանակ քնեցում, որովհետեւ մեզ ասելու են որտեղ է արգելքը օրենքում, ցույց տվեք մեզ այդ արգելքը, որը այսօրվա խմբագրությամբ պարզապես գոյություն չունի։ Դրա համար մենք ասում ենք ոչ ապօրինի քնեցմանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Հարգելիներս, հաշվի առնելով, որ մեր նախորդ խնդրանք, պահանջ, հորդորները մնացել են անպատասխան, կարելի է ենթադրել, որ թերևս ոչինչ չի փոխվի։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ ուշադիր եղեք մեր գրառումներին, որպեսզի այսօրվա բոլոր մասնակիցները, ինչպես նաև մեր բացական ընկերները, մեր մյուս հանրահավաքին ներկա գտնվեն, որը տեղի է ունենալու երթով դեպի ազգային ժողով։ Շատ շնորհակալ եմ, մինչ հանդիպում։ Կենդանիների իրավունքները Հայաստանում պետք է լինեն պաշտպանված եւ այլ տարբերակ լինել չի կարող։ Խնդրում եմ,